Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը, որը բաղկացած է 85 էջից, դրա մի զգալի մասը շատ հանգամանալից ես ուսումնասիրել եմ, պատասխանատու հայտարարություն եմ անում եւ իմ հայտարարության համար պատասխանատու եմ Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու մասին փաստաթուղթ տալ։ Այն, որ ես անդադ ասում էի, որ երկրի ստրատեգիական կողմնորոշումը Նիկոլ Փաշինյանը փոխում է, ինձ էլ ասում էին, չենք ռուսների մարդը, չես ամեն ինչը համաձայնեցված են անում, չէ դու չափազանցնում ես, այս փաստաթղթով հստակ այլևս ամրագրված է, որ Հայաստանը մեր ստրատեգիական դաշնակից, Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցը չի։ Ընդամենը գործընկեր, ընդ որում 8-րդ հորիզոնականում հիշատակվող, Ռուսաստանին հիշատակվում այս փաստաթուղթը 8-րդ հորիզոնականում մեր հարևաններից, Եվրամիությունից, Միացյալ Նահանգներից եւ Ֆրանսիայից հետո։ Սա արդեն խոսուն շատ կարևոր հանգամանք է եւ սա նշանակում է ստրատեգիական կողմնորոշման փոփոխության քաղաքականությունը մտնել է վերջնական հանգրվան։ Այդ անվտանգության առումով ով է մեր դաշնակիցը։ Չկա, այդ հարցը պատասխան չունի։ Այդ հարցը այդ փաստաթղթում պատասխան չունի, բայց տողատակում ունի։ Տեսեք, եթե խոսվում է Եվրամիության մասին օրինակ, մեզ ներկայացնում էին Ռուսաստան արևմուտք, չէ, դիլեման էին ներկայացնում, գլուխներս հարթուքում էին, տարիներ շարունակ, լավ 4 տարի, այդ դիլեմայով։ Կառավարության ծրագիրը այդ հարցի պատասխանը չի տալիս, որտեղ Եվրամիության անդամակցության ոչ ճանապարհային քարտեզա նկարագրված, ոչ ժամկետը նշված, ոչ էլ նույնիսկ չափելի որևէ հեռանկար։ Բայց ծրագիրը իր տողատակում պրիորիտետային է համարում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը եւ այդ կերպը հնարավոր համարվում սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության նման ձևակերպում կա։ Հայաստանի անվտանգության ապահովման վերաբերյալ դա կնշանակի, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումն է համարվում Հայաստանի անվտանգության երաշխիք։ Իհարկե տեսականորեն սա ճիշտ պնդում կլիներ, եթե չլիներ մի շարք հանգամանքներ։ Ուրեմն, որպեսզի այս կերպ հնարավոր լինի Հայաստանի անվտանգության ապահովումը պետք է ռեգիոնում լինի ուժային կառավարելի բալանս, 1, երկրորդը դու այդ երկրների հետ ընդհանուր շահեր պիտի ձևակերպած լինես, երրորդը Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է հարգեին քո ինքնիշխանությունը եւ քո շահերը։ 3 հանգամանքներ գոյություն չունի։ Այսինքն ուժային դիսբալանսա, Ադրբեջանն ու Թուրքիան առավելապաշտական օրակարգերի կրող են եւ քեզ պարտադրում են խաղաղություն վերսելան մոդելով, այսինքն քեզանից փորձում են ստանալ ամենը։ Այս պարագայում ռուսական ուղեցրից դու հայտնվում ես ոչ թե մի միջավայր, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը համաձայն են քո անվտանգ եւ բարեկեցիկ գոյությանը, այլ ռուսական ուղեցրից հայտնվում ես ոչ թե արևմուտքում, այլ թուրք-ադրբեջանական ակցիանի մեջ կլանվելու իրական վտանգով։